Մատթեոս 6-րդ գլուխ։ Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց առջև նրանց ցույց տալու համար, այլապես վարձ չեք ընդունի ձեր հորից, որ երկնքում է։ Ուստի երբ ողորմություն անես, մի փողը հարիր քո առջև, ինչպես կեղծավորներն են անում ժողովարաններում ու հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։ Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջ ձեռքը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես։ Երբ աղոթես, չլինես կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում ու հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի տեսանելի դառնան մարդկանց։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։ Այլ երբ աղոթես, մտիր քո սենյակը, փակիր քո դռները և ծածուկ աղոթիր քո հորը, և քո հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես։ Երբ աղոթք անեք, մի շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատ խոսքերի շնորհիվ լսելի կլինեն։ Արդ մի նմանվեք նրանց, որովհետև ձեր հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նախքան դուք նրանից մի բան կխնդրեք։ Ուրեմն այսպես աղոթեք. Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը, քո արքայությունը թող գա, քո կամքը թող լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Տուր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը, ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեզ պարտապաններին, և մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն են արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս։ Ամեն։ Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։ Երբ ծոմ պահեք, տրտմերես մի եղեք կեղծավորների նման, որոնք խոժոռում են իրենց երեսները, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։ Այլ դու երբ ծոմ պահես, օծիր քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց, թե ծոմ ես պահում, այլ քո հորը ծածկապես, և քո հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես։ Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն են փչացնում, որտեղ գողերը սողոսկում և գողանում են։ Այլ ձեզ համար գանձեր դիզեք երկնքում, որտեղ ոչ ցեցը, ոչ ժանգը չեն փչացնում, ոչ էլ գողերն են սողոսկում և գողանում։ Որովհետև որտեղ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն։ Մարմնի ճրագն աչքն է։ Եթե քո աչքը մաքուր է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի։ Իսկ եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա որքան առավել կլինի խավարը։ Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել։ Կամ մեկին կատի և մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի և մյուսին կարհամարի։ Չեք կարող ծառայել և Աստծուն, և մամոնային։ Դրա համար ասում եմ ձեզ. մի մտահոգվեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք։ Ոչ էլ մտահոգվեք ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն ավելին է, քան կերակուրը, և մարմինն ավելին է, քան հագուստը։ Նայեք երկնքի թռչուններին, ոչ վարուցանք են անում, ոչ հնձում են և ոչ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք ավելին եք, քան նրանք։ Արդ, ձեզնից ով կարող է իր կյանքի վրա մի փոքր ժամանակ ավելացնել։ Իսկ հագուստի համար ինչու եք մտահոգվում։ Նայեք վայրի Շուշանին, ինչպես է աճում, ոչ ջանք է թափում և ոչ հյուսում։ Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն անգամ իր ամբողջ փառքի մեջ չհագնվեց նրանցից մեկի նման։ Իսկ եթե Աստված այդպես է հագցնում դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց է նետվում, որքան առավել ձեզ կհագցնի, թերահավատներ։ Հետևաբար մի մտահոգվեք և ասեք. ինչ պիտի ուտենք, կամ ինչ պիտի խմենք, կամ ինչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են այդ ամենը որոնում։ Արդարև ձեր երկնավոր հայրը գիտի, որ այդ ամենը ձեզ հարկավոր է։ Դուք նախ փնտրեք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։ Ուրեմն մի մտահոգվեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրն ունի իր մտահոգությունները։ Յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավարար են։